Բարև ձեզ հարգելի հեռուստատուներ, հեռանկարի հյուրն է այսօր Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, բարև ձեզ, պարոն Մուսայելյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Տեխնոլոգիական ոլորտին վերաբերող երկու կարևոր միջոցառումներ օրերս տեղի ունեցան Երևանում եւ երկրորդի ժամանակ հանձնվեց այդ հայտնի պետական մրցանակը տեխնոլոգիական ոլորտում շատ հայտնի կարևոր դեմքի է դա որպես կանոն հանձնվում դրան նախորդել էր սիլիկոնային սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը արդեն 9-րդ անգամ է թե չեմ սխալվում Հայաստանում անցկացվեց եւ իրենց տեսակով բնույթով շատ կարևոր են այս միջոցառումները Հայաստանի համար ես ուզում եմ դուք որպես այդ ոլորտի հայտնի մասնագետ ամփոփեք այդ երկու կարևոր միջոցառումների հիմնական արդյունքները։ Շնորհակալություն։ Իրականում այս երկու միջոցառումները օրգանապես իրար հետ կապված են, որտեղ Silicon Mountains, այսինքն սիլիկոնային սարեր այդ գագաթնաժողովի ամենագլխավոր հյուրը հենց այդ համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած անձն է։ Այսինքն երկու կազմ կոմիտեները այս երկու միջոցառումների իրար հետ սինխրոն աշխատում են եւ երբ որ որոշում ենք, որ այդ լեգենդար անձնավորությունը տվյալ տարի աշնանը կոնկրետ ժամկետները པարզ են լինում, գագաթնաժողովը համընկեցնում են հենց այդ ժամանակաշրջանի հետ, որպեսզի այդ մրցանակին արժանացած այդ հեղինակավոր լեգենդար անձը ինքը լինի գլխավոր խոսնակը այդ մրցանակաբաշխության։ Այս տարի, ինչպես գիտեք, հիմնական խորագիրը դա արհեստական բանականության անատոմիան էր։ Շատ հետաքրքիր խոսնակներ կային, հենց Վինսենտ Ռոշը 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած անձը, որը Analog Device վերազգային շատ հեղինակավոր կազմակերպության նախագահն է Միացյալ Նահանգներից, ասեմ, որ եկել է իր սեփական ինքնաթիռով հյուրերի հետ միասին, իրեն ուղեկցող մարդիկ կան, ուղեկցողները նաև մեր հայրենակիցներն են, Անդրե Անդոնյանը տիկնոջ հետ, Նուբար Աֆեյանը տիկնոջ հետ, այսինքն ինքը այնքան հեղինակավոր անձ է, որ իր Հայաստան այցելությունը անտարբեր չեն եղել մեր հեղինակավոր հայրենակիցները նաև եւ Անդրե Անդոնյանը հետո Nokia-ի ներկայացուցիչը եւ Իվան Լեսիչը ես մի քանի հեղինակավոր անուններ դուրս եմ գրել արդեն այդ հեղինակավոր անունների փաստը խոսում է նաև այս միջոցառման կարևորության մասին Իհարկե միանշանակ բայց դուք եթե տեսնեիք դահլիճում 1000-ից ավելի ունկնդիրներ կային եթե տեսնեիք ինչ խանդավառությամբ էին ընդունում այդ շնորհանդեսները հիմնականում նաև երիտասարդություններ ինչը ուրախալի է եւ ուսանողներ երիտասարդ մասնագետներ Եվ գիտեք, որ արհեստական բանականության, այսինքն դա ամենամոդայիկ եւ ամենաարձիական այսօր տեխնոլոգիական ոլորտի ալգորիթմներն են եւ շատ մեծ հետաքրքրությամբ էին նայում եւ նաեւ այդ միջոցառման ընթացքում նաեւ ընդմիջումների ժամանակ ուղղակի բաց չէին թողնում այդ խոսնակներին, փորձում էին ինչ-որ հարցադրումներ անեն իրենց հարցերի պատասխանը ստանան։ Մի խոսքով շատ կարևոր միջոցառում է եւ կարծում եմ, որ արդեն ինքը բրենդային է եւ հաջորդ տարի արդեն իսկ կազմակերպիչները, այդ թվում նաեւ մենք, մեր ընկերությունը մտածում ենք, որ հաջորդ տարի աշնանը սիլիկոնային սարերը պետք է գնան սիլիկոնային հովիտ։ Այսինքն համաժողով այնտեղ պետք է անցկացվի եւ ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ արդեն երկրորդ տարին է նաև զուգահեռ մարզերում անցկացվում։ Անցյալ տարի Գյումրիում մեծ հաջողությամբ անցկացվեց սիլիկոնային սարեր համաժողովը, այս տարի էլ Վանաձորում։ Եվ հաջորդիվ տարբեր մարզերում պետք է անպայման դա, որտեղ մենք ունենք բավական տաղանդավոր ներուժ, պատանիներ, ուսանողներ, որոնք մարզերում են եւ շատերը նաեւ հնարավորություն չունեն, հա, մայրաքաղաք գալու, այդ մարդկանց հետ հանդիպելու
շատ կարևոր միջոցառում է։ Եթե համաժողովը ֆիզիկապես սալերից իջնում է հովիտներ, ես կարծում եմ իրականում հակառակն է տեղի ունենում, այսինքն հայկական այդ տեխնոլոգիական դաշտը հայտողությունը բարձրանում է եւ երևի թե արդեն Հայաստանը որոշակի իր տեղը դիրքը ունի տեխնոլոգիաների շուկայում կամ տեխնոլոգիական այդ իրականությունում համաշխարհային։ Կարծում եմ դուք ճիշտ եք, որովհետեւ մենք այս տարիների ընթացքում հանդգնել ենք, այսպես ասեմ, կազմակերպել միջոցառումներ, որոնք համաշխարհային հնչեղություն ունեն։ Օրինակի համար միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը ամեն տարի անցկացվում է Հայաստանում եւ 20-ից ավելի երկրների ազգային օլիմպիադաների հաղթողները գալիս են Հայաստան եւ օրինակ այս տարի մի ամսից հետո է դա տեղի ունենալու եւ ամբողջ աշխարհում միակ միջազգային օլիմպիադա միկրոէլեկտրոնիկայի մինչեւ 30 տարեկան, որ մենք ուսանողները չեմ, մինչեւ 30 տարեկան մասնագետների արվում է Հայաստանում։ Եվ սրա մասին մենք կարող է մի քիչ ենք խոսում, հա, միգուցե ավելորդ համեստություն ենք անում սրա մասին քիչ խոսալով, բայց մասնագետները, ոլորտային մասնագետները ամբողջ աշխարհում գիտեն, որ եզրափակիչը ամեն տարի Հայաստանում անում եւ մենք ենք կազմակերպում հիմնականում։ Կարծում եմ նման միջոցառումներ նաեւ այսպես ասենք տնտեսական մեծ էֆեկտ ունեն, որովհետեւ միշտ ակնկալում է, որ հայտնի ընկերությունները նման համաժողովներից, նման ինչ-որ միջոցառումներից հետո կուզենան գալ Հայաստան տեղում ինչ-որ բաներ հիմնել, ներդրվել հայկական շուկա եւ երևի թե Սինոպսիս Արմենիան այդ հաջողված օրինակներից մեկն է։ Այո, ես եւս մեկ անգամ ձեր հետ համաձայն եմ, օրինակ տեսեք, երկրորդ մեր լաուրեատը, որը այս մրցանակին արժանացավ 2011 թվականին, Apple կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Ոզնյակն էր։ Իր այցի ժամանակ Հայաստան մեր հարևան տարբեր պետություններից մեքենաների շարասյուններով եկել էին Երևան միայն իրան տեսնելու, լսելու, շփվելու այդ առիթով։ Եվ այդ մրցանակաբաշխությունը համաշխարհային այդ ներդրումների մրցանակաբաշխությունը եւս աշխարհում միակն է այսօր։ Օրինակ Ստիվ Ոզնյակը, որ ստացավ այդ ինքը այդ ստանալու ժամանակ մրցանակը բարձրացրեց վերև եւ sense կիսակատակ թեվա ասեց, բայց դա թեվավոր խոսք դառավ, որ Նոբելյան մրցանակ չկա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ ես սա այս մրցանակը ընդունում եմ որպես Նոբելյան մրցանակ։ Ասեմ, որ մենք ի սկզբանե շատ ճիշտ որոշում էինք կայացրել, կարծում եմ, որ լաուրեատը, որը պետք է այցելի Հայաստան այդ մրցանակը ստանալու, նախ ասեմ, որ միջազգային շատ հեղինակավոր հանձնաժողովն է որոշում հաղթողին։ Եվ եթե ինքը մինչև այդ մրցանակը ստանալ իր համաձայնությունը չի տալի Հայաստան այցելելու եւ մրցանակը ստանալու պետական այրերից, մենք ուղղակի իրեն չենք արժանացնում դրան, այլ պատասխան նամակով ասում ենք, որ կներեք, օրինակ առաջին մեր մրցանակակիրը Բիլ Գեյթսը պետք է լիներ։ Մեկ ասում եմ, կիսա տենց գլուխ գովալով կիսակատակ, ասում եմ Բիլ Գեյթսից անձամբ ինձ գրած նամակ ունեմ իր ստորագրությամբ, ասում են ինչ էր գրում, ասում եմ գրում էր իմ վրա հույս չդնեք։ Այսինքն, եթե մենք որոշեինք, որ Բիլ Գեյթսը մեր առաջին մրցանակակիրը պետք է լինի եւ DHL-ով, FedEx-ով այդ մեդալը ուղարկեինք իրան, ինչ էր դա տալու մեզ։ Հետո ասենք, գիտեք ինչ, մեր մրցանակակիրը առաջի եղել է Բիլ Գեյթսը, հետո ինչ։ Եթե այդ լեգենդար մարդիկ չեն գալի Հայաստան, մեր գիտակրթական հանրության հետ, մեր պատանիների հետ, ուսանողների հետ չեն շփվում, մեր բանը ո՞րն է, այսինքն մեր արժեքը ո՞րն է դրանից։ Հասկանալի։ Պարոն Մուսայելյան, տեսեք, տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություններից մեկն է համարվում, մյուս կողմից պարզ որ այն պետք է լավ գիտակրթական համակարգի վրա հիմնված լինի, բայց այստեղ մենք խնդիրներ, թերություններ ունենք, եթե մի կերպ իներցիայով դեռ այսպես գոյատևող գիտություն ունենք, որովհետև շատ անգամ պայծելում ենք ինչ-որ գիտական հաստատություններ, տեսնում ես, որ հին սովետական ինչ-որ խորհրդային ժամանակների սարքավորումներով են աշխատում,
Եվ մենք կողմից ունենք դպրոց կրթական համակարգ, որը անընդհատ փորձում են ձևափոխել, վերափոխել, բարեփոխել, բայց երբեմն ձևախեղումներ են ստացվում, եւ մենք իրականում այստեղ խնդիր ունենք։ Կարծես թե այս կապը չկա, բայց ունենք լավ տեխնոլոգիաներ եւ ոչ այնքան լավ կրթական համակարգ, համամիտ եք։ Եվ այո, եւ ոչ։ Այո, որովհետև մեր ասպարեզում, այսինքն միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում, որտեղ ժամ առ ժամ տեխնոլոգիաները փոխվում են, մեր պրոֆեսորատ դասախոսական կազմի որակները բնականաբար չեն համապատասխանում, որտեղ իրենք չեն էլ հասցնում, եւ դա շատ թանկ հաճույք է տրեյնինգներ անցնել, վերապատրաստում անցնել։ Դրա համար մեր ընկերությունը օրինակ այդ բեռը վերցրել է իր վրա։ Այսինքն մենք համալսարանների հետ համագործակցելով ամբիոններ ենք ստեղծել, օրինակ պոլիտեխնիկի ամբիոնը միկրոսխեմաների նախագծման չիպ դիզայնը մեր ընկերության մեջ է։ Հենց մեր ընկերության տարածքում է։ Պետհամալսարանում, սլավոնականում, ֆրանսիականում, եվրոպականում ամբիոնները բացել են այնտեղ եւ ամերիկյան ժամանակակից կրթական ծրագրերով մենք տեղայնացրել ենք եւ նախապատվորեն կադրեր ենք պատրաստում եւ մեր ընկերությունում աշխատելու եւ ընդհանրապես ոլորտում առաջատար ընկերություններում աշխատելու։ Եթե մեր համալսարանները իզորու լինեին իրենք այդ կադրերը պատրաստեին, մենք ինչ պետք է այդքան դրացիչ բաներ անեինք։ Բարձր հարցից չէր վերաբերում այդ հաջողված օրինակներին, ու Siemens-ի, Synopsys-ի, դրա համար եմ ասում եւ ոչ եւ այո, համաձայն եմ ձեր հետ։ Տեսեք, ես օրինակ ինձ համար շատ կարևոր ցուցիչներ կան քրթական ոլորտի։ Օրինակ այն, որ երեխաները 12 տարի սովորում են դպրոցում, բայց վերջում գրեթե ոչ մեկը դպրոցական գիտելիքներով չի դիմում բարձրագույն ուսումնական հաստատություն։ Բոլորը գրեթե անխտիր պետք է կրկնուսույցի մոտ պարապեն, հետո գնում են բուհում սովորում են եւ ավարտելուց հետո էլի մեծ մասը կամ մնում են անաշխատանք կամ աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ։ Եվ շատ քչերն են շատ իրենց գիտելիքները բուհում ստացած վերածում ճիշտ մասնագիտության եւ ճիշտ տեղի գտնում կյանքում։ Տեսեք, այն երեխաները, որոնք դպրոցում բնագիտական առարկաներից ուժեղ են, բնական է, որ այդ երեխաներն են այն հիմնական շահառուները, որ գնում են բուհեր տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր մասնագիտություններ ընդունելու։ Բայց դա չափազանց բարդ մասնագիտություններ են եւ դպրոցում երեխան չարչարվել է, արդյունքում ինքը գերազանց սովորում է եւ այլն եւ այլն։ Հետո համալսարանա գնում էլի պետք է չարչարվի։ Բայց էլ այդ լավ սովորող երեխան վերջում գնում է կրկնուսույցի մոտ, չգիտեմ, հավաճ չկա սեփական գիտելիքների, թե դպրոցը ինչ-որ թերարժեքության, ինչ-որ տարեր ունի։ Ճիշտ ասած, մեր ժամանակ էլ կային այդ կրկնուսություն, բայց քիչ էին, շատ քիչ էին ավելի։ Հիմա ոնց որ գիտեք, հիմա նույնիսկ ինձ թվում է դա տենց վատ ավանդույթ է էլի դարձել, որ ծնողն ասում է, բայց այս մեր հարևան երեխեն կամ բարեկամ երեխեն գնում է, այս ինչ դասախոսի մոտ հայտնի պարապում է, իմ երեխեն ինչով է պակաս, որ չգնա։ Երբ որ այդ երեխուն չի էլ հարցնում, ուզում ես գնաս, չես ուզում, դու պատրաստ ես, պատրաստ չես։ Ինքը այն գլխից արդեն տարիներ առաջ երեխեն գիտի, որ ինքը որ դպրոցն ավարտես, թեկուզ լավ գիտելիքներով, մեկը ինքը պետք է գնա պարապի։ Իսկ արդյոք դա արդարացված է, թե չէ, դա ուրիշ խնդիր է արդեն։ Մի հատ ուրիշ բան էլ կա, այսինքն ինքը դպրոցում լավ սովորում է, հետո որ ասում են, բա պետք է գնաս այս մասնագիտությամբ էլի խորանաս բամաս, ասում բայց խի գնամ չարչարվեմ, ընտրում ավելի հեշտ մասնագիտություններ։ Միայն Հայաստանում չի այդ բանը, այդ ամբողջ աշխարհում այդ տենդենսը կա հիմա եւ բան չի, բայց տենդենսներ ամեն տարբեր երկրներում տարբեր տենդենս, օրինակ մեր մոտ մենք ինչով ենք առանձնանում։ Մենք կանանց եւ աղջիկների քանակով IT ոլորտում մենք ուղղակի համաշխարհային չեմպիոն ենք, հա։ Իսկապես։ Օրինակ Միացյալ Նահանգներում մոտ 15% է կանանց աղջիկների ներգրավվածությունը, մեր մոտ 40%։ Դա գենետիկական ինչ-որ հիմա դա լավ է թե վատ է, չգիտեմ, ասենք դեմոգրաֆիկ խնդիրներով զբաղվողներն ասում են վատ է։ Մենք իրականում իմ տեսանկյունից շատ լավ է նաև, որովհետև այդ աղջիկները արդեն հնարավորություն ունեն նաև ինչու՞ չէ շատ բարեկեցիկ կյանքով ապրելու եւ ընտանիք պահելու, ասենք մենք
աղջիկներ ունենք, աշխատում են, ոչ միայն օգնում են իրենց ծնողներին, այլև իրենց հարազատներին եւ այլն։ Բարձր, պարոն Մուսայելյան, եկեք նաեւ մի փոքր քիչ ժամանակ ունենք արդեն, մի քանի րոպե նոր տեխնոլոգիաներից էլ մի քիչ խոսենք ու ավելի կոնկրետ, արհեստական բանականությունից։ Առհասարակ հասարակությունը ինչպես պետք է վերաբերվի նման բաներին, հենց արհեստական բանականությանը։ Հասարակության մեջ իհարկե կան վախեր այդ արհեստական բանականությանը, հիմնական վախերը կապված են նրա հետ, որ մարդիկ մտածում են, որ արհեստական բանականության համատարած ներդրումով շատ աշխատատեղեր ապագայում ուղղակի չեն լինելու, ինչ որ մասնագիտություններ արդեն պահանջարկված չեն լինելու եւ այլն եւ այլն։ Հիմա իհարկե այդպես բաներ լինելու են։ Հիմա ասենք քաղաքներ կան աշխարհում, որտեղ տաքսիները առանց վարորդ են, հա, Սան Ֆրանցիսկոյում առանց վարորդի են տանել։ Հիմա այդ ինչ կան մարդ, ասենք աշխատանք չի ունենում միայն այդ պատճառով, հա, հիմա պատկերացրեք անգամ Երևանում էլ ասեն, որ տաքսիները առանց վարորդ են, հազարավոր մարդիկ Հայաստանում կմնան անգործ։ Եվ տենց տարբեր ես ուղղակի մի օրինակ բերեցի, հա, որը ավելի ընկալելի է, հա, հանրային ընկալման տեսանկյունից։ Ես նույն ձևի, ասենք, ատոմային ջրածնային բոմբը, որ ինքը ստեղծվում էր, այդ միջուկային էներգիայի հայտնագործման, այդ հայտնագործությունների բանի ֆոնին մարդիկ էլի անհանգստացած էին, չէ՞, ինչ կան բան, բայց հետո ատոմակայաններ սկսեցին աշխատել։ Ուրիշ վախեր եւս կան, պարոն Մուսայելյան։ Տեսեք, իմ համացանցում հաճախակի կալ ինչ-որ տեսանյութեր տեսնել եւ եթե մի քիչ մասնագետ ես, մի քիչ հասկանում ես նկարահանում բան ինչ է նշանակում, հետո նոր պատկերացում հասկանում ես, որ սա արհեստական բանականության աշխատանքի արդյունք է, կամ արհեստական ձայն, կամ արհեստական ինչ-որ կադրեր, եւ մյուս կողմից մտածում ես, սա լուրջ մտահոգություն, այսինքն կարելի է մի մարդու հետ կապված օրինակ մի հատ տեսանյութ պատրաստել, շատ բարձր որակի, ինչ-որ վարքաբեկող տեսանյութ, չէ՞ մարդու մասին։ Չէ, մարդու ձայնով, ուրիշ բան ասեմ, զանգում են ենթադրենք որևէ մեկի կնոջը, այդ մարդու ձայնով, ինքը իր ամուսնու ձայնով ենթադրենք զանգում է, եւ այդ պայն կնոջ ուշքը գնում է, այսինքն նենց բաներ է ասում, որ չէ, այսինքն առաջ դա անհնար էր պատկերացնել, այսօր իհարկե այդ կիբեր հանցագործները, այդ արհեստական բանականությունը օգտագործողները իրանք այդ հնարավորությունները ունեն, բայց միևնույն ժամանակ օրենսդրական դաշտը դրան զուգահեռ պետք է զարգանա եւ ամենակարևորը նաեւ հանրությունը այնքան կրթված պետք է լինի, որ կարողանա տարբերակի։ Օրինակ այսօր մենք խոսում էինք Սիլիկոնային սարեր համաժողովից, համաժողովը սկսվեց մի շատ հետաքրքիր տեսանյութով։ Օրինակ ես խորհուրդ կտայի, որ դուք ինքը մի քանի րոպե է տևում, անպայման ցուցադրեք ձեր հեռուստատեսության, հայ մեծերը իրենց ձայնով խոսում են այսօրվա խնդիրների մասին։ Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Մերգելյանը, Վիկտոր Համբարձումյանը շշմելու բաներ, օրինակ այնքան լավ էր դա արված, բայց միևնույն ժամանակ էլ իհարկե կան նաև շատ նեգատիվ եւ մարդկանց արժանապատվությունը ուղղակի sense խեղաթյուրող տարբեր հնարավորություններ, ինչ ասած, դա իրողություն է, որի հետ պետք է ուղղակի պայքարել եւ փորձել նաեւ օրենսդրական դաշտը զարգացնել այդ առումով, որպեսզի նման մարդկանց ուղղակի չեզոքացնեն։ Ես չգիտեմ ինչքանով է դա հնարավոր, միգուցե եւ ինչ որ չափով այո, ինչ որ չափով ոչ, չգիտեմ։ Ըստ էության այսքանը, պարոն Մուսայելյան, ես վերջում երևի 1 րոպե ունենք, շատ կարճ կարող եք 2 բառով, քանի որ սինոպսիսը անընդհատ զարգանում է, անընդհատ ինչ-որ նոր նվաճումներ ունի, ես հիշում եմ ինչպես 130 աշխատողից 1300 դարձակ եւ անընդհատ նոր ծրագրեր, եւ ինչքանով է այդ ամենը նաեւ մեր Հայաստանի ճանաչելիության աշխարհում նպաստում։ Հայաստանի ճանաչելիությունը IT ոլորտում մի շարք ֆակտորներից է կապված, դրանցից մեկը ցուցիչ է նաև այդ վերազգային կազմակերպությունների քանակն է, այսինքն հայտնի կազմակերպությունների քանակն է, եւ ամենակարևոր բանը, որ մեր հանրային ընկալումը պետք է դա իմանա եւ հասկանա, որ նույնիսկ ամերիկյան ընկերությունը, եթե այստեղ ինքը ընկերություններ ունի, որոնք աշխատում են outsource-ով, հա, դրսի պատվերներ են կատարում եւ այլն, պետք չի ասել, որ գիտեք ինչ, Հայաստանում չի հավելյալ արժեքը ստեղծվում։ Օրինակ մեր ընկերությունում 1400 հոգի մարդ է աշխատում։
ամեն մեկը իր հետ բերել է 8-ից 10 լրացուցիչ աշխատատեղ սպասարկման ոլորտում, որտեղ դա բարձր վասարտվող, դա իմ հնարած թվերը չի, միջազգային ցուցիչներ են։ Վերցրեք ամենացածերը 8-ը, 1500-ը բազմապատկենք 8-ով, տվյալ պահին մենք այդքան սպասարկման ոլորտում աշխատատեղեր ենք ստեղծել։ Խանութներ են բացվել մեր կողքը ընկերության, սուպերմարկետներ եւ այլն, չգիտեմ, մարդիկ կահույք են գնում, մեքենա են գնում, տուն են գնում, վարկեր են վերցնում։ Այսինքն ինքը եւ եթե այսօր Հայաստանում 45000 մարդ է աշխատում մեր ոլորտում, բազմապատկեք այդ 45-ը էլի 8-ով դուրս կգա 350,000 աշխատատեղ սպասարկման ոլորտում, ոչ տեխնոլոգիական ոլորտում ստեղծել է մենակ այս բանը։ Եթե մեր ասում են 550 թե 600,000 մարդ է աշխատում այդ բանը սպասարկման ոլորտում, դուրս եկավ 80%-ը ապահովում է IT ոլորտը։ Քիչ չի, չէ՞։ Դրան էլ եթե գումարենք համախառն ներքին արդյունքում 7%-ը, որը համադրելի է զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշների հետ, սա Շնորհակալություն, պարոն Մուսայելյան, հետաքրքրության համար։ Այսքան արգել հեռուստատոներ, մեր հյուրն էր Սինոպսիս Արմեն ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։